Ընկերներ բարև ձեզ, խաղաղություն ձեզ։ Ուզում եմ նշաններից խոսալ, որ Աստված ցույց է տալիս ու խոսում է։ Գիտեք ընկերներ, Աստված շատ մոտ է բոլորին, անկախ նրանից դու մեղավոր ես, մեղավոր չես, Աստծուն հավատում ես, չես հավատում, Աստծո ողորմությունը նրանում է կայանում, քանի որ դու կենդանի ես, իրապես շնչում ես, Աստված միշտ ամեն բան անում է, որ քեզ տեղեկացնի, քեզ ամեն բանից հետ պահի։ Նշանները ընկերներ, զուտ մի քանի նշան դες կարամ օրինակով բերեմ։ Երբ որ ես գնում եմ ինչ-որ միտեղ, ասում եմ իմ Աստված, եթե էսի քո կամքն է, որ ես տեղ պետք է լինեմ, օրինակ, հա, ասում եմ, անենց արա, որ ստեղ պարկովքի տեղ լինի, անհնարին բան եմ խնդրում, որովհետև կենտրոն տեղ եւ այլն։ Ու երբ որ այդում եմ, հնչենքի դիմացից մեկը միանգամից դուրս է գալիս։ Ու ես հասկանում եմ, որ իրապես պետք է հենց հիմա հենց տեղ լինեի, այսինքն դա Աստծո պլանավորածն է։ Դենց հասկանում եմ, որ Աստված իրապես գործում է։ Շատ մարդիկ գիտեմ, որ իրանք Աստծուց նշան են խնդրել, անկեղծ դաժե պիղծ մարդիկ են եղել, բայց իրանք երազները հստակ նշան է տվել, հստակ։ Ու ցույց է տվել ինչ իրավիճակում են, ինչ կարա լինի եւ այլն։ Ու գիտես հետաքրքիր է որն է, որ միշտ Աստված փորձում է քեզ ուղղորդի, ամեն դեպքում, ինչքան էլ դու տեսնես, չտեսնես եւ այլն։ Բայց շատ ժամանակ մենք նախընտրում ենք, մենք ընտրություն կատարենք իրապես, ու Աստված երբեք չի ստիպում ընկերներ։ Աստված միշտ ուղղորդում է մեզ դեպի բարին, բայց Աստված մեզ չի կարող ստիպի։ Գիտես, հա, Հովնաթանն էր, չէ, Հովնաթանը չէր։ Նինվեի մարգարեն էր, որ Աստված ասես գնա Նինվեին ապաշխարության խոսած փախնում էր, բայց Աստված ստիպեց, գետը գոլ տվեց եւ այլն, հա, որ մարգարե լինեք, Աստված ստիպելու է, որ իր գործը անեք, դա ուրիշ բան։ Բայց ամեն դեպքում ինչքան էլ որ մտածում եք Աստված հեղուի, Աստված միշտ խոսում է։ Ճիշտ ասած մտ ընկեր ունեի, աղջիկ ընկեր ունեի, ոնց որ իրան հրավիրել էի սուրճի մեր տանը, ու գիտես ինքը հենց մյուս օրը երազ էր տեսե, որ ինչ որ գալիս է, ես ծածկում եմ իրան, թափուն տնից հանում եմ եւ այլն։ Իրապես ինքը չէր հասկացել այդ երազը, բայց երազի մեջ ճշմարտություն կար։ Այսինքն այն փաստը, որ իմ կյանքում կար ինչ-որ մի հատ աղջիկ, որ ես իր հետ փորձում եմ ընկերություն անել եւ այլն, գիտես Աստված ամեն ժամանակ է խոսում։ Այլ բանը դու դեդ նշանը կընկալես, չես ընկալի, հասկանաս, չես հասկանա։ Գիտես նաեւ Հովնաթանի անունը տվեցի, Հովնաթանը ոնց որ գնում է որ պետք է հարցակվի, ձորի մեջ կանգնած է, ու ասում է իմ Աստված ինքն է նայեք նշան որոշում։ Ասում է իմ Աստված, եթե քո կամքն է, որ դու իրանց ինձ կմատնես, ես կես հասկանամ, որ իրապես կհաղթեմ սրանց, թող իրանք ասեն հələ բարձացի վերև։ Ասում է, բայց եթե որ իրանք ասեն հələ ռադներդ քաշեք գնացեք, այդ նշանակում է, որ ես եմ պարտվելու։ Ու գիտես այդ մարդիկ ասում են հələ շուտ հայելեք վերև։ Ու ինքը հասկանում է, որ Աստված նրանց մատնել է, այսինքն նշանը կոպիտ ասած վերցնում է հենց ինքը։